սկսվել է զինված ապստամբության դիմելու մեթոդով, որին պարոն Փաշինյանը եւ բոլոր մնացած երրորդ հանրապետության քաղաքական գործիչները դեմ են եւ ունակել չեն դրան, եւ այսօր պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումը եւ դրան հաջորդած ժողովրդական սկսվող շարժումը յուրացնելու այդ շարժման ընթացքը եւ արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական մեր ժողովրդի համար եւ դատապարտելի է։ Հորդորում ենք պարոն Փաշինյանին չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից եւ մասնակցել ժողովրդական ընդվզման գործընթացի ծավալմանը, որպես հմուտ գործիչ։ Ձևավորվում է համակարգող խորհուրդ, պարոն Ենիկոմյանը ինձ տեղեկացրեց, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ կամ մեկ այլ կարևոր չէ անվանումը, պետք է իրենք բոլոր այն գործիչները, որ համարում են, որ Հայաստանը գտնվում է օրասական վիճակում, որ հասել է այնպիսի պահ, երբ մարդիկ արդեն ստիպված զինված ապստամբություն են բարձրացրել, դա նաև ցուցանիշ է, եւ այդ տրամաբանությամբ ընդվզումը գլխավորելու, ուղղորդելու, անցնցում մինչև իր նպատակի վերջնակետին հասցնելու տրամաբանության մեջ ավարտելու համատեքստում պետք է ձևավորվի համապատասխան քաղաքական մարմին եւ ապահովի այս մեր ես հիմա չեմ ուզում անուններ տալ, ես առաջարկում եմ բոլորին, ովքեր այդ տրամաբանության մեջ պատրաստ են աշխատելու, միանալ այդ գործընթացին եւ չեմ տեսնում այդտեղ անձնական լիդերություն։ Դա ճիշտ չէ։ Այդ բանակցությունները չեն դադարել, բայց այսօրվա արդեն մինչև այսօր եղած վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ ժողովուրդը ընդվզել է, կա դրական դինամիկա եւ process-ը ավելի շուտ ընթանում է մեր նախնական եւ հիմնական պահանջների ուղղությամբ։ Մենք չենք դադարեցնում երրորդ տարբերակի պայմանական անվանումով երրորդ տարբերակի համատեքստում շփումները եւ բանակցությունները, բայց ես ուղղակի հիմա քաղաքագիտական գնահատական եմ տալիս իրավիճակին, որ մենք տեսնում ենք ուրիշ process, տեսնում ենք ձևավորվող ժողովրդի կամք եւ պարտավոր ենք հնազանդ ենթարկվել ժողովրդի կամքին։